Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Դա մի վիճակ։ Ես ճիշտ ասած չեմ հետևում։ Հարկադիր կատարման ծառայությունում հաստատ, ես կարող եմ նշել, բազմաթիվ անգամ գնացել դիմումներ է գրել, ձեռագիր, մյուս մասը Հայր Սուրբը կասի։ Ես տեղյակ չեմ անկեղծ ասած։ Չէ, համայնքներից ճիշտ ասած մեզ եւ քահանաներին եւ մեզ շատ են դիմել, որ միասնական հավաքվեն եւ առաջնորդարանը, այսպես ասած, ազատագրեն, բայց մենք չենք կարծում, որ խժդժություն անելը դա նպաստավոր բան։ Ապավինում ենք մարդկանց ողջախոհությանը եւ ապավինում ենք Տիրոջ զորակցությանը։ Որքան ինձ է հայտնի, այս պահին նույնիսկ այն հոգևորականները, որոնց հետ պայմանագրեր կնքվեցին, չեն այցելում։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության տարածքում բանտային ոլորտը մնացել է առանց հոգևոր խնամքի։ Մայրաթորը արդեն հայտարարել է, որ հաշվի առնելով այս կոպտագույն խախտումը պայմանագրի, որ առանձին անհատ հոգևորականների հետ են փորձում պայմանագիր կնքել, իդեպ դա էլ պետության մոտ ներկայացված կանոնադրության մեջ արձանագրված է եւ դարձյալ խախտում է։ Ուրեմն Մայրաթոր Սուրբ Էջմիածինը հոգևոր ծառայություն չի իրականացնում քրեակատարողական հիմնարկներում։ Սա թող իմանան հատկապես քրեակատարողական հիմնարկների, ուրեմն եւ աշխատողները եւ ազատազրկված ուրեմն մեր եղբայրներն ու քույրերը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կամ Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցին հոգևոր ծառայություն չի իրականացնում հայտնի պատճառներով։ Հիմա ես լսեցի, որ անհատների հետ կնքված այդ պայմանագրերի շրջանակում էլ այս պահին չկա այց։ Չեմ կարողացել ճշտել մեկ քահանայի պարագան։ Մնացած դեպքերում այց չկա։ Երևան կենտրոն հաստատ չկա։ Դուք կարող եք դա ավելի հստակ ճշտել, ուրեմն քրեակատարողական ծառայությունից։ Բայց իմ ասելիքը ուրիշ բան է վերաբերելու, սա նաև բնութագիր է։ Բնութագիր է այսօրվա իշխանությունների եւ այն պետական կառույցների, որոնք շրջանցելով իրենց տրված լիազորություններն ու պարտականությունները սահմանադրությամբ եւ օրենքներով կատարում են հրամաններ, այսպես ասած։ Քրեակատարողական ծառայությունը պետական կառույց է, դա ինչ-որ կուսակցության կառույց չէ։ Լավ, պետական կառույց է, որտեղ Հայաստանի այս առաքելական Սուրբ Եկեղեցին վերջի 12 տարվա ընթացքում գործել է պայմանագրով, դրանից առաջ բանավոր պայմանավորվածությամբ։ Ու իդեպ ձեզ ասեմ, առանց չափազանցնելու, քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության համար մենք ամբողջությամբ պարտական ենք այսօրվա ամենայն հայոց հայրապետին։ Ամբողջությամբ։ Անկախանալուց հետո ինքն է ձեռնարկել քահանայի այց նախ Կոշի, Կոշ քրեակատարողական հիմնարկ, ապա
նաև մյուս քրեակատողական հիմնարկներ 1993 թվականից սկսած 2003 թվականին արդեն որպես ամեն հայոց կաթողիկոս գրասենյակն է հիմնել ծառայությունը պաշտոնականացրել է եւ դրանից մոտարապես 10-12 տարի հետո նաև պայմանագիրն է կնքվել։ Այս ընթացքում բազմաթիվ հոգևորականներ իրենց ծառայությունն են մատուցել քրեակատողական հիմնարկներում, դուք գիտեք ինչպիսի խոցելի տեղ է դա, ինչպիսի կարևոր առաքելություն է։ Մեր խորին համոզմամբ այդ համոզումը ունեն նաև բազմաթիվ ժողովրդավար հռչակված երկրներ, Միացյալ Նահանգներ, Կանադա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա եւ այլն, որ սոցիալականացումը հանցանքի մեջ մեղադրվողները եւ պատիժ կրողների դարձը շտկվելը հասարակություն համեմատաբար ավելի առողջացած վերադառնալու ուղիղ 50-ից 60%-ը հնարավոր է իրականացնել հավատքի ճանապարհով, եթե ոչ ավել։ Այսինքն հոգևոր ծառայությունը քրեակատողական հիմնարկներում դա մեծագույն նպաստ է նաև պետությանը, հասարակությանը, մեր ժողովրդին։ Հիմա ինչ որ քմահաճույքներով պետական այդ կառույցը մնացել է առանց հոգևոր սպասարկման, հոգևոր խնամքի։ Ես լրացնեմ այստեղ, հա, քրեակատարական ծառայության հետ կապված այս հարցերով 2014 թվականին կնքվել է պայմանագիր արդարադատության նախարարի հետ։ Այդ պայմանագրի համաձայն ամենայն հայոց կաթողիկոսներ նշանակում համապատասխան հոգևոր ծառայություն իրականացնող անձանց։ Այդ պայմանագիրը այսօր գործող է եւ քրեակատարական ծառայության ղեկավարը նաեւ այդ պայմանագրի հակադրվելով է նման որոշում կայացրել, դադարեցնելով հոգևորականների մուտքը քրեակատարական հիմնարկներ։ Ընդ որում ասեմ, որ խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենքի համաձայն 17-րդ հոդված այսպես ձևակերպում է, ասում է պետությունը արգելում է խոչընդոտել, ուրեմն ասում է հայ առաքելական սուրբ եկեղեցու մենաշնորհը հանդիսացող հետևյալ առաքելությունները եւ դրա մեջ դիտարկել է նաև ազատազրկման վայրեր հոգևոր ներկայացուցիչներ ունենալու իրավունքը։ Այսինքն դա համարել է օրենքը հայ առաքելական սուրբ եկեղեցու մենաշնորհը։ Եվ պատկերացնում եք այսօր քրեակատարական ծառայության ղեկավարը իր այսպես մի գրությամբ դու պարզ է ինքը չի որոշում կայացրել, հասկանում ենք որտեղից այդ որոշումը եկել, բայց փաստացի ուրեմն խախտել են եւ մեր գործող օրենքները, եւ արդարադատության նախարարի հետ կնքած պայմանագիրը։ Սա ուղիղ խախտված է։ Եվ նույնը մյուս դաշտերում։ Ես մի կանոնադրության մի կետ կարդամ, որը ընդունված է պետության մոտ։ Ամենայն հայոց կաթողիկոսը ներկայացնում է Հայաստանյան Առաքելական եկեղեցու վերին իշխանությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության առջև։ Լավ։ Ուրեմն պետությունը կամ մարմինները պետական չեն կարող անհատ հոգևորականների հետ կնքել պայմանագրեր, որոնք բխում են Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից։ Ինչի է ասում բնութագիրը։ Ուրեմն մենք փայլուն ծառայած հոգևորականներ ունենք քրեակատողական հիմնարկներում, որոնցից մեկի անունը կուզեմ հիշատակել Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյան, ավագ քահանա Հովհաննիսյանի։ Տեր Գրիգորը ցմա դատապարտյալների քահանան էր։ Ժամանակին, երբ ես ծառայության կոչվեցի քրեակատողական հիմնարկներ, հասկացա, որ չեմ կարող այդ կողմը լիարժեք ծառայություն իրականացնել եւ դիմեցի վեհապար հայրապետին մի քահանա առանձնացնելու միայն ցմա դատապարտյալների համար։ Եվ Տեր Գրիգորը սիրով համաձայնվեց ստանձնել այդ բարդագույն ծառայությունը։ Ինչ են անում։ 16 տարի ծառայելուց հետո մենք շնորհակալություն չենք էլ ակնկալում։
մեր ծառայությունը միշտ եղել է մեր հաշվին, եւ նյութական, եւ ժամանակի, եւ էներգիայի մեր հաշվին է եղել եւ մենք կարծում ենք, որ դա մեր պարտականությունն է։ Ակնկալիք էլ չենք ունեցել պետությունից, երբևէ չենք դիմել որևիցե մի նյութական օգնության համար։ Եվ Տեր Գրիգորը 16 տարի շարունակ իր հաշվին, կրկնում եմ, Նա փորձեք տեսեք պաշտոնյաներից կամ պատգամավորներից որ մեկն է իր հաշվին ծառայություն մատուցում այս ազգին։ Իր հաշվին 16 տարի այցելել է ՑՄԱ դատապարտյալներին եւ իրենց ընտանիքներին անհրաժեշտության դեպքում։ Ինչ են անում։ Առանց զգուշացնելու ծառայության ղեկավարը քրեակատարողական հրաման է շրջաբերական է իջեցնում բոլոր քրեակատարողական հիմնարկներ արգելելու Տեր հայրի մուտքը։ Այսինքն լավ շնորհք կա, քաղաքավարություն կա, ի վերջո պետական կառույցի ներկայացուցիչ եք։ Օտար նմանատիպ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներին էլ գնում եք, այսպես ձեզ քաղաքակիրթ եք պահում, ժպտում եք, շփվում եք, հանուն պետության, համարենք, որ հանուն պետության է։ Լավ, ձեր քաղաքացու 16 տարի քրեակատարողական հիմնարկներում ծառայած տարիքով հոգևորականի հանդեպ կարելի է նման վերաբերմունք ունենալ այն պատճառաբանությամբ, որ իբր քաղաքական խոսույթ է ունեցել։ Իդեպ ես մեծ կասկած ունեմ, որ դրա համար է։ Տեր Գրիգորը պարզապես հարցազրույցներից մեկի ժամանակ շատ ուղիղ տեքստով մեղադրել է գործադիր իշխանության ղեկավարին թեմում ստեղծված իրավիճակի համար, ես խոր համոզմունք ունեմ, որ սրա համար է։ Ոչ կանչել են իրենց մոտ, զգուշացնեն, թեկուզ խնդրեն, բայց նույնիսկ եթե հեռացնելու էին, քաղաքակիրթ ձև կա 16-ամյա ծառայություն իրականացրած հոգևորականի հետ իրենց հարցերը պարզելու։ Եվ սա ես կարծում եմ բնութագիր է։